Աստուծո խոսքը համարներ պիտի գարտացվին հայտնություն 21-րդ գլուխեն հայտնություն 21:5 Եվ նոր երկինքը ու նոր երկիրը տեսա վասնզի առաջին երկինքը ու առաջին երկիրը անցան եւ ալ ձով չգար եւ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը տեսա որ երկինքեն Աստուծո գիչներ իր էրգանը համար զարդարված հարսի մպես պատրաստված ու երկինքեն մեծ ցամը լսեցի որ գսեր ահա Աստուծո խորանը մարդոց մեջ ու անիգա անոնց հետ պիտի պնագի եւ անոնք անոր ժողովուրդը պիտի լան եւ Աստված ինք անոնց հետ պիտի լա իբրև անոնց Աստվածը եւ ինք անոնց աչքերան բոլոր արցունքները պիտի սրբե եւ ալ մահ պիտի չլա ոչ սուկ եւ ոչ աղաղակ եւ ոչ ցավ պիտի լա ասկե յետև վասնզի առաջվան բաները անցան եւ ան որ աթորին վրա գնստերը սավ ահա ամեն բաները նոր գնեմ եւ ասավ ինձի քրե վասնզի այս խոսքերը ճշմարիտ ու հավատարիմ են Աստուծո փառք կուտանք որ իր խոսքը ճշմարիտ եւ հավատարիմ է եւ երբ Աստված գսե որ նոր երգիր եւ նոր երկինք պիտի լա եւ ինք անոնց Աստվածը պիտի լա եւ ինք իր ժողովրդին իրան հավատացողներուն աչքերան բոլոր արցունքները պիտի սրբե մենք գվստահենք գրնանք վստահել Աստուծո որովհետեւ Աստուծո խոսքը ճշմարիտ է եւ մեր ամբողջ փախցանք եւ փափակը բոլոր անոնց վրա գերտա որոնք Աստուծո խոսքը լսած են գսիրան գհետևին բայց այդ երկինքի մեջ մտնալու վստահությունը չունին որովհետև լման դերոջը դագավին հանձնված չեն Կալիֆորնիա նահանգի մեջ քաղաք մգա ամեն տարի միլիոնավոր տիտերնիկներ խոշոր նարնջակույն եւ սև տիտերնիկներ ամեն աշնան եւ դարվույն նույն օրը հոն գերտան եւ քաղաքը գծածկեն իրենց քերեցիկ թևերով եւ ծմերը այդ քաղաքին անդարներուն ծառերուն վրա գանցնեն Մարտին ամեն տարի մարտին աշնանգուկան մի քանի ամիս վերջ ծմեր անցնել են վերջ մարտին գվերաթարնան եւ իրենց վերաթարցի ջամփուն վրա ուր որ գտնեն ամեն դեր իրենց հավգիթները գտնեն եւ իրենց տեղը գվերաթարնան այդ հավգիթները ածելեն վերջ գամած իրենք գմերնին իրենց ամբողջ կյանքը դարվամը շրջանը հազիվ ունի անգեյետքը գմերնին բայց իրենց հաջորդող սերունդը որ այդ քաղաքեն երկար հեռավորություններու վրա դարբեր դեղերու մեջտեղ գուկան քեղեցիկ այդ տիտերնիկները դարձյալ գվերաթարնան աշնան իրենց ծնողներուն, մայրերուն քաղաքը, Կալիֆորնիայի այդ նույն քաղաքը եւ ամեն մեկը նույն ծառին վրա, որ իրենց մայրը հոն անցուցած էր ծմերը այդ նույն ծառը գտնան, հոն գանցնեն ծմերը եւ անգե վերջ գշարունակե կյանքի ընթացքը նույն ծավով ամեն տարի նույն օրը, նույն ծավով, նույն եղանակին, նույն ծառին վրա այդ նոր տիտերնիկը այդ ծառը, այդ քաղաքը երբեք տեսած չէր, նույնիսկ այդ նահանգը տեսած չէր կյանքի մեջ ինք անգե հայրավոր կիլոմետր անտին դեղմը բզդիկ գրեթե անդեսանելի հավգիտ մներ երբ անգե գելլե ով զինքը գարաչնորդ է երթալու ամբողջ նահանգներում մեջ են այդ նահանգը, այդ քաղաքը, այդ անդարը, այդ ծառը որ իր մայրը հոն մի քանի ամիս ծառին վրա անցուց ծմերը գիտնականներ աշխարհին բացատրել հորմոններով, քիմիական նյութերով, հոդարությունով, փնաստով, բայց պատասխանը դուք գիտեք, մենք ամենս գիտենք, Աստվածը, որ գարաչնորդ է այդ փնաստը գտնի այդ տիտերնիկներու մեջ, որ իրեն չի տեսած, չի գիտած, եթե մեզի քարտեսը դա մենք, որ խոշոր ուղեղ ունենք եւ գհբարդանանք, եթե մեզի քարտեսը դան գրնանք շվարիլ այդ նույն ծառը չի գտնալ Այսօր ես գոչ կնեմ շատերուն
որ երթան քյուղը եւ փնդրան անձարը, որ ասկե 30 տարի առաջ անոր վրա ելան թրջունի փույն միջեցուցին։ Գրնաշ շվարիլ ձարը, բայց աստիտերնիկը չի շվարիր, իր չի դեսած ձարը, որովհետև Աստված գարաչնորդ է։ Եվ այդ նույն Աստվածը, որ այդ փնաստով բոլոր տիտերնիկները, բոլոր թրջունները, բոլոր ծուգերը գարաչնորդ է, բոլոր դիեզերքը գարավար է։ Այդ նույն Աստվածը ամեն մեկ մարդու սրդի մեջ թրած է երկինքի դան, տրախտի փախցանքը։ Աստծո խոսքը շատ հստակ է։ Աստուծո վրայով լալու բանը Աստված ամեն մեկ մարդու հայտնեց, ամեն մարդ գիտե, որովհետև Աստված անոնց հայտնեց։ Չի գա աշխարհի վրա մարդ, որ չկմեղանք ունենա լսելու, որ ինքը Աստուծո լույսը չի լսավ, Աստուծո լույսեն փամը չի գցավ, Աստված կա չի գա չեր գիտեր, մեկ իրեն փամը չսավ, փամը չսկած, անոր համար դկետ մնաց եւ դժոխք գնաց։ Աստուծո արչեւ Աստված շատ հստակ կնե, մարմինը պիտի չարտարանա, այս կամ այն գերբով, թերթիկով, սուրբ գիրքով, քարոզով, կասետով, հերադեսիլով, նամակով, անձնական վկայությամբ, բայց Աստված ինքսինքը ամեն մարդոց կհայտնեն։ Եվ հետո, որպեսի կամ հանգարց մեկը չինացիներով, կամ մոնգոլներով չի մտահոգվի, Աստված այսօր քեզի կխոսի։ Դու որ հոս նստած ես, ով որ ես, անպայման Հիսուսի մասին լսած ես, անպայման երկնքի մասին լսած ես, գիտես, որ պետք է ապաշխարես, որ երկնքի կերտած։ Մոնգոլը չի մտածած, նախ քո օքիդ մտածե, նախ Աստուծո հայտնությունը քո մեջը հնազանդության վերած է, որովհետև խորքի մեջ ամեն մարդ Աստուծո հետ մեկ ըլլալու, Աստուծո գալու, երկինք երթալու փափակ ունի։ Ամբողջ պատմությունը, ամբողջ գիտությունը այսօր փաստն է, վգան է, որ մարդիկ հավիտենական կյանքի անմահության տրախտի հույսովը գաբրին։ Հին հետանոց եգիպտացիները, որոնք Հիսուսի մասին լսած չէին, բայց իրանք մահեն վերջը կյանքի կհավատային, եւ վայրիմը, որ մեր նկարագրած երկինքեն շատ դարբեր չէր, այսինքն գեղեցիկ, լուսավոր, փառավոր վայրը, ուր անվերջ ուրախություն կա։ Ամերիկացի հնդիկները, որ ֆիլմերու վրա կտեսնակ, որ գսուլեն ցիերու վրա կնստին, այդ հնդիկները հոգևոր կյանքի կհավատային, եւ կհավատային մինչեւ այսօր հավատացողներ կան, որ մահեն ետքը ամեն մարդ պիտի երթա եւ մեծ հոգին հետ պիտի ապրի։ Ով իրենց հոգի բարը սորվեցուցած է, որ մեծ հոգի մը գա, այսինքն Աստված, եւ մարդիկ անորքով գերտան, երբ որ մեռնին։ Եվ անոր համար, անոնք ինչ որ գտեսնակ ճշմարիտ է, աշխարհը ամենայն քաչ մարդիկ գնային, քանի որ գգրվեին, գմերնեին, դարբերություն չերներ, գհավատային, որ մեծ հոգինքով գերտան, ուրեմն աստարի կացերես, 50 տարի վերջ կացերես, դարբերություն չներ, մեկը գա, որ մեզի գհոգա մեր մահեն ետքը։ Թանիացիներ, այսօր վադանի մարկացիներ երբ հետանոս էին, երբ որ թանիացի մարդ մգմերներ իր զարանամիջապես գուկար իր կովը գբարգեր, անցնասպան գլար, որբեսի մյուս կյանքի մեջ, որ իր դերը պիտի ապրի, պիտի շարունակի ապրիլ, ինքն ալ մեռնի եւ իր ծառայության մեջ հավատարիմ լա, մյուս կողմն ալ միասին երթա, որ իր դերոջը հոն ծառայե, մահեն վերջը։ Գրեթե ամեն ասկ, ամեն ցեղ պատմության մեջ կհավատա անտենական կյանքին, երկինքիմը, ուր հավիտենական քոյությունը կա մահեն վերջ, ուր ուրախություն կա, խաղաղություն կա եւ փառք կա։ Գնալալ թուն շատ հարցումներ ունիս երկինքի մասին ես ալունիմ, բայց մեկ բան որոշ է, երկինքը քոյություն ունի։ Մենք գիտենք եւ գիտենք միան անչափ, որ Աստված այսօր մեզի հայտնած է, եւ ինչ որ հայտնած է, անգամ բարձ, անգամ հստակ է Աստծո խոսքի մեջ, որ մեկը չի գտնարսել, որ այդ բոլորը գարտալ են, համը չի հասկացավ երկինքի մասին։ Ամենայն բզդիկ կիրակները աշակերտը երկինքի մասին երբ որ գարտանք, գիտե, որ աղվոր դեղ մնե, քեղեցիկ դեղ մնե, հստակ վայր մնե եւ վիճակ մնե, հավիտենական քոյություն մնե, եւ իր մեջ այդ փափակը գարտնա, որ օրը հոն երթա եւ հոն շարունակե Աստուծո դված կյանքը։ Մենք պետք չունենք ամեն բան մանրամասնությամբ գիտնալու վրեդոս ենք հասկացանք։ Մենք որ աշխարհի մեջ կաբրինք, աշխարհի ամենամեծ գիտնականները մեկը Նյուտոն, մեծ փիլիսոփա, մեծ թվապանակետ, ցկողության օրենքը ինքը կդավ։ Եվ այդ բոլոր գիտերեն վերջ հավատացյալ մարդ էր ինքը, եւ սավ ես կնեմանիմ,
նայեցեք սովը մանկաբարձի աշակերտը չէ, բակալորյան նոր վերջացած մեկը չէ, որ գխորի որ շատ բան գիտե։ Աշխարհի ամենամեծ գիտնականները մեկը, ես կնեմանիմ ամբզդիկ տղուն, որ օվկիանոսին եզերքը գերտա մի քանի խճակար կհավաքը եւ գսե օվկիանոսի մադունս պիտի դանիմ։ Եվ չանտրատարնար, որ օվկիանոսի մեջ միլիար քարեր կան, որ ամբողջ կյանքը եթե հավաքես, դակավին գաթիլ մչե օվկիանոսին ճուրին եւ քարին եւ ջոխության։ Եվ մեր աշխարհը, որ մենք կտեսնենք, կշոշափենք, կզննենք, այն երգիրը, որու մեջ կաբրինք եւ աստղերը, որ մեզ կշրջաբադեն։ Հազարավոր տարիներ են մարդիկ կսերդեն, կքննեն եւ դակավին գանտրատարնան, որ որքան քիչ բան գիտենք դիեզերքի մասին։ Անշուշտ երգինքը, որ դեսած չենք, ամեն բան պիտի չգիտնանք, քիչ բան պիտի գիտնանք, բայց ինչ որ գիտենք, հաստատ ճշմարտություն է, որովհետև մեզի բադմողը, հայտնողը, Աստված ինքը, դիեզերքը իր ցերկով ստեղծող Աստվածը։ Այս աշխարհի եւ դիեզերքի մասին Սուրբ Գիրքը ինչ որ ասած է, ճշմարիտ է։ Խեղճ գիտնականներ, խեղճ կսեմ, քանի որ իրենք կսեն խեղճ հավատացյալներ, որովհետև ասկե մի քանի շաբաթ առաջ նոր քյուտ մերին, որ դիեզերքը ինչպես սկսավ։ Ասկե մի քանի օր առաջ։ Եվ երբ սկսան հասկանալ, որ ամբողջ աստղերը ինչ ձևով դասավորված են, շինված են դիեզերքի մեջ, անհատեն իրենց վրա հբարդություն մի եկավ։ Եվ այսօր ամեն թերթերու մեջ, հայդակիրներու մեջ, օրվա կարևոր նյութն է, գիտական մեծ հայտնությունը։ Այսինքն դիեզերքը աշխարհնալ մեջ սկսավ ասկե միլիարավոր տարիներ առաջ, երբ որ տենիսի քնտագի մեծությամբ անդեսանելի կխնդրեմ որ ուշադրություն եք իրենց բարերն են ասիգա անդեսանելի նյութ է քունտմը տենիսի քնտագի մեծությամբ բայց որ միլիոնավոր տոն կգշրե եթե գրնակ երևակայել որ ափի մեծությամբ քնտակը ինչպես կնա 10-20-100 կիլոեն ավելի գշրել 1 տոնեն ավելի գշրել ինչ կա մեջը որ անդեսանելի է բայց այդ խդացյալ զորությունը եւ զանգված ունի եւ ասիգա օրը հանգարց բայտեցավ եւ այդ բայտումեն հետսեդե դարածվեցավ միջոցի մեջ անչերպելի մեջ եւ գազմվեցան աստղեր արևներ աստղահույլեր այդ բոլոր բաները որ մենք դիեզերքի մեջ կտեսնենք ամբողջ միլիոնավոր ձիրգատինները միլիարավոր աստղերը այդ բզդիկ տենիսի քնտագեն հարաճ եկան եւ դակավին դիեզերքը երթալեն գդարածվի գմեցնա եթե ասկարաչ մեկը գդարածվի իսեր մարդիկ պիտ խնդային ինչու գդոր է ասիգա բաստար է բայց աստուծո խոսքը գսե աստված ինքը երգինքը դարածեց գիտնականներ նոր գդեսնան իրենց քյուդերով որ երգինքը իրավ գդարածվի հետսեդե գմեցնա զանգվածը եւ այսօրվա մեր գիծած դիեզերքի մեկ ծայրը միշտ երթալու համար միլիարավոր լույսի դարի, այսինքն լույսի արագությամբ, եթե կարելի է ճամփորդել, այդ արագությամբ ճամփորդելով միլիարավոր դարի պիտի երթանք, այսօրվա դիեզերքին մեկ ծայրը միշտ երթալու համար։ Բայց եթե աստեղեն հոս հասնենք, եթե կարենանք հասնել այդքան միլիարավոր դարի դոգանք, պիտի տեսնանք, որ անձայրը, որ մենք հոս կխորեինք, հիմա արդեն անոր 10 անգամ, 100 անգամ ավելին դարձակված է, որտեղ ամեն երկվարգյան դիեզերքը միլիոնավոր կիլոմետր կդարածվի ամեն ուղղությամբ։ Ասիկա, այսօրվա քյուդն է, որ մարդիկ վարգացներ ունեին, հիմա պաստեր կան և շատ ուրախ են ադոր համար։ Բայց նայեցեք, աստված ինչ կսե դիեզերքի մասին, աստղերում մասին, մեր կիծած աս երգինքին մասին, աստղահույլերում մասին, արևներում մասին, ոչ թե այսօր, ասկե 2000 տարի առաջ, Եբրայեցից 11-րդ գլուխեն պիտի կարդամ, մեկեն 3 համարները։ Արդ, հավատքը հուսացված բաներուն հաստատությունը ու չերևցած բաներուն աբացույցն է։ Չերևցած բաներ, բայց մենք վստահ ենք։ Ինչպես որ հոգիով Հիսուսը տեսած չենք, Աստված տեսած չենք, բայց գիտենք որ գա, երկինքը տեսած չենք, բայց երևցածի պես վստահ ենք։ Վասնզի անով
առաջինները վկայություն ընդունեցին։ Ամբողջ հավատքի գլուխը մարդոց մասին է, որոնք իրենց չի տեսած բաներուն, քանի որ Աստված ասավ, հավատացին։ Իսահակ կրնակալ 100 տարեկան մարդեմը, գինեմը, որ գանանց սովորության մեջ 50 տարի անցած է արդեն, զարամած, ձերացած, չորցած, բայց հավատացին եւ եկավ։ Ճիշտ ասպես բոլոր մյուս բաները, որ հավատքով ընդունեցին առաջինները։ Հավատքով գիմանանք, թե աշխարհ Աստուծո խոսքով հաստատվեցավ, ու աներևույթ բաներեն այս երևցածները եղան։ Հիմա գտեսնակ ինչու գիտնականներուն խեղճ կսեմ, իրանք մեր վրա կխղճան, բայց մենք 2000 տարի առաջ Աստված մեզ իսած է, որ ինչպես է սկսավ ամեն բան։ Աներևույթ բաներեն, չի տեսնված հյուլեներեն, չի տեսնված տենիսի կնտագեն, ամբողջ դիեզերքը մեջտեղ եկավ, ամբողջ աստղերը մեջտեղ եկան, եւ անշուշտ չի տեսնված տենիսի կնտագը Աստված ինքը ստեղծեց։ Իր խոսքով հաստատված է։ Իր խոսքով բռնած է ամբողջ դիեզերքը, չի տեսնված բաներեն։ Մենք հավատքով գիմանանք ասիգա եւ հավատքը ավելի գդոգա, քան թե բոլոր գիտությունը։ Գիտությունը գնա փոխվիր, բայց հավատքը չի փոխվիր, որովհետեւ հավատքը Աստուծո վրա է, որ ամեն բանը սկսավ եւ ամեն բան պիտի վերջացնի, քանի որ աստիեզերքը ասպես պիտի չի մնա սիրելիներ։ Անոր համար մենք Աստծո խոսքը կկարոզենք։ Եթե ամեն բան եղածին պես պիտի մնար, կգնային գսել, որ ոչինչ, ինչպես կուզեն մարդիկ թող հավատան, բայց ճշմարտությունն է, որ ամեն բան պիտի փոխվի եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխության։ Նայեցեք Պետրոս Արաքյալ ինչ կսեր երկրորդ նամակին 3-րդ գլխում մեջ 5-րդ համարեն, քանզի անոնք, որոնց ուզածը այս այն բանը մորցեր են, թե երկինք առաջվնե եղավ, ու երգիր ջուրերեն եւ ջուրերով հաստատկեցեր Աստծո խոսքովը, որով հին աշխարհը ջրհեղեղով աբագանված գործվեցավ։ Եվ հիմակվան երկինքը ու երգիրը նույն խոսքով պահպանված են Աստծո խոսքով, մինչև Թադաստանին եւ ամփարիշտ մարդոց գորուստին օրը գրագի համար բահված։ Եվ դարձյալ նույն գլուխի մեջ 10-13 սակայն դերոջը օրը կողիպես պիտի կա, որ ադեն երկինք սաստիկ շարաչյունով պիտի անցնի, ու դարերքները փրնգած պիտի լուծվին երգիրալ, ու ինչ կործեր, որ անոր մեջ կգտնվին, պիտի այրվին։ Ուստի, որովհետև այս ամեն բաները պիտի լուծվին, ցեզի ինչպիսի մարդիկ լալ գվայել է, սուրբ մարմունքով ու բարեպաշտությամբ, սպասելով ու արդորալով Աստուծո օրվանը քալուն, որում մեջ երկինք գրագով այրված պիտի լուծվի, ու դարերքները փրնգած պիտի հալին, սակայն իր խոստմունքին համեմատ նոր երկինքի ու նոր երկրի կսպասենք, որոնց մեջ արդարություն կբնակի։ Մենք կհավատանք, որ երկինք կա։ Ամենն առաջ կհավատանք, որ երկինք կա, քանի որ Աստված արդար Աստված է, եւ իրեն հավատացողներուն հանգիստի վայրը պատրաստած է։ Այսօր աշխարհը գտեսնենք, աշխարհը չար է, աշխարհի մեջ արդարություն չկա, փիրդ ուժ կա, ոչիր կա, բայց քանի որ Աստված արդար է, չարը պիտի պատժվի, արդարությունը պիտի վարձատրվի, Հիսուս մեռավ, Հիսուս պիտի փառավորվի, այս աշխարհի մեջ պիտի փառավորվի, երկինքի մեջ փառավորված է։ Եվ Աստծո խոսքը գսե, ամբողջ աշխարհ եկող մարդիկը պիտի թադվին այն արդարին ցերկով, Հիսուսի ցերկով, որ Աստված թույլ տվավ, որ խաչվի, բայց մերելներեն հարություն առնել տվավ։ Մենք կհավատանք, որ երկինք կա, որովհետև Աստված արդար է, անոնք, որ իր արդարությունը կընդունեն, անոնց վարձատրություն մգա, եւ անիկա քերեզմանը չէ, քերեզմանեն վերջ շարունակվող հավիտենական կյանքը եւ երկինքն է։ Աստված ողորմած է, անոր համար կհավատանք, որ երկինք կա։ Քանի որ ողորմած է մեղավորին գները եւ մեղավորը կընդունի, բայց եթե երկինք չի գա, եթե մեղավորը ապաշխարելեն վերջ պիտի գործվի ինչպես մյուսներ ամեն բան պիտի ցնտի, պիտի երթա, երբ որ երգիրը այրվի ամեն բան անոր մեջ պիտի այրվի, հիշադակ պիտի չի մնա, գիտակցություն պիտի չի մնա, կյանք պիտի չի մնա, ուրեմն ինչ է դարբերությունը անոր, որ ներողություն խնդրեց, Աստծո զավակ եղավ անոր, որ չի խնդրեց իր ուզածին պես ապրեցավ, եթե ամենն ալ միան պիտի գործվին, պիտի պջանան, ոչ։ Աստված ողորմած է, իր ողորմությունը ան է, որ Հիսուս խաչին վրա ավազակին ասավ, այսօր դու ինձի հետ տրախտի մեջ պիտի լաս։ Այլապես ինչ պիտի լար դարբերությունը ապաշխարող ավազակին,
եւ հայոյող ավազագին։ Երկուքն ալ ավազագին, եթե երկուքն ալ ամենը գործվեցան, հող եղան եւ վերջացավ։ Մեկը այն օնուն օրը Հիսուսի հետ տրախտի մեջ մտավ եւ դակավին հոնե եւ երբեք պիտի չելլե։ Մենք կհավատանք, որ երկինք կա, որովհետեւ Աստված ինքը հավիդենական գոյություն ունեցող էակ է։ Աստված հավիդենական է։ Աստված 1 միլիոն տարի չի, Աստված չի ձերանար, Աստված չի մեռնիր։ Եթե Աստված հավիդենական է, Աստված հավիդենական բնակություն ունի եւ Աստուծո հավիդենական բնակությունը կոչվի երկինք իրեն հետևողներուն համար, հավատացողներուն համար պատրաստված։ Անորամար Արաքյալը վստահությամբ կսե. գիտենք, որ վրանի նման աս երկրավոր շինված կերպոր կագվի, անցերակորդ հավիդենական մնայուն դում ունինք երկինքի մեջ։ Գիտենք եւ կհավատանք, որ երկինք կա, որովհետեւ Աստված ճշմարիտ է։ Աստված չի խաբեր։ Հիսուս սուտ չի խոսիր։ Հիսուս մեզի համար մեռավ, մեզի համար մեռնող իր կյանքը դով մեր վրա գդակ չներ։ Մեկ երբ որ քեզի համար կմեռնի ատքան կսիրե, քեզի չի խաբեր։ Քեզի համար մեռնել են եւ չսեր որ ասինչները կանց մգա քնապորը անկանցնալար։ Երբ որ ինքը մեռած է, երբ որ քեզի գսե դա կանց մգա քնապորը ճիշտ է։ Մեռնողը գդակ չներ, երբ ստիպված չէր մեռնելու։ Հոժար գամքոն մեռավ, որ քեզի իր հավիդենական բնակարանը դանի։ Անորամար Հիսուսը սա որստունը շատ բնակարաններ կան։ Հիմա գերտամ, ցեզի դերը պատրաստեմ, երբ որ պատրաստեմ գուքամ, ցեզ իմ քովս առնելու, որբեսի ուր ես եմ, դու գալ հոնելլակ, ուր Հիսուսը հորը քով է, ուր Հիսուսը երկինք է։ Հիմա Հիսուս քեզի համար, ինձի համար բնակարան կպատրաստե, դեր կպատրաստե, հաց կուզե, որ մենք իր քովը լանք, Հիսուս սուտ չի խոսիր, Հիսուս մեզ հավիդենական սիրով կսիրե։ Ինչ տեսակ վայրմն է երկինքը, բացատրություններով պետք չի գա Աստծո խոսքը անգամ հստակ բացատրություններ դված է, որ միայն պիտի գարտամ։ Հայտնություն 21-րդ գլուխ 10 եւ 11 համարները։ Եվ հոգիով մեծ ու բարձր լերամը վրա դարավզիս, եւ ցուցուց ինձի Սուրբ Երուսաղեմ քաղաքը, որ երկինքեն Աստուծո գիչներ, եւ Աստուծո փառքը ուներ, եւ անոր լուսավորությունը խիստ բադվական քարի նման էր, ագնվանի երևույթով հասպիս քարի պես։ Եվ 21-րդ համարեն, եւ 12 թռները 12 մարգարիտ էին, ամեն մեկ թուրը մեկ ամբողջ մարգարիտ էր, եւ քաղաքին հրաբարակը մաքուր ոսկի էր, թափանցիկ ամբագի նման։ Եվ անոր մեջ դաջար չտեսա, վասնզի դեր Աստված ամենական ու քարնուգը անոր դաջարն են։ Եվ քաղաքը արևի ու լուսնի պետք չունի, որ զանիկա լուսավորեն, վասնզի Աստծո փառքը զանիկա կլուսավորե, եւ անոր ջրակը քարնուգն է։ Եվ փրկված ասկեր անոր լույսով պիտի կալեն, ու երկրի թագավորներենց փառք ու բադիվ անոր մեջ պիտի լուսավորե զանոնք, եւ հավիդյանս հավիդենից պիտի թագավորեն։ Երևակայեցեք, որքան որ գրնակ։ Իրականությունը, բարձ իրականությունը մեր երևակայությունն ավելի քեղեցիկ է, ավելի փառավոր է, ավելի լուսավոր է։ Ամենեն թանկագին քարը երևակայեցեք, այդ քարերով պիտի զարդարվին բادرը անքաղաքին, որ մենք հավիդյանոն պիտի ապրենք։ Փողոցները, թռները, պետք չունենք հիմա անոնց գդորներն հավաքելու, անոնք ոչինչ են երկինքի փառքինքով, որ մարդիկ կյանքեր կվատնեն այդ գդորներն հավաքելու, բահելու, աբակային համար, փառքի համար, հանդես երթալադեմ մադերնին փայլեցնելու համար։ Երկինքի փառքը, լուսավորությունը, ուրախությունը, խաղաղությունը, վստահությունը, թակավորությունը, ամբողջ աշխարհի փառքեն շատ ավելի անփախտադելիորեն, անհամեմատելիորեն ավելի քեղեցիկ է, ավելի մնայուն է։ Լույսը Աստված է, դաջարը ինքն է, Տեր Հիսուս Քրիստոս։ Ընկերությունը, ընկերակցությունը, որ գադարյալ սրբության մեջ է, գադարյալ համացանության մեջ է, Սուրբ երրորդությունը եւ փրկված ասկերը, ամեն անհատներ, որոնք Հիսուսի անունով լվացված են։ Անորամար հոն մահ չկա, հոն հիվանդություն չկա, հոն բաժանում չկա, հոն ցավ չկա, հոն արցունք չկա։ Աշխարհի վրա չեք կնար երևակայել դեղմը, փառքը, թակավորությունը, որ ասանգլա։ Ամենայն շքեղ թակավորությունը արդեն գանցնի, բայց եթե մնալ երկար դարիներ, անպայման մահ պիտել, անպայման ցավ պիտել, անպայման բաժանում պիտել, անպայման արցունք պիտել, անպայման մեղք կա։ Երկինքը քեղեցիկ է,
մաքուր է, փառավոր է։ Երկինքը կդարյալ սրբության վայր է։ Երկինքը Աստված երես առ երես տեսնելու դեղ է առանց մեռնելու։ Ով գնա միտքեն անցնել դիեզերքը ստեղծող անհուն, անսահման Աստվածը, ավիտենական Աստվածը, որպես իր հարազատ, ընկերը, եղբայրը, սիրելին, որպես քառնուգին հարսը, հավիդյան միասին բիդելանք, աղոթելու պետք չունենք, աչքերնից քոցելու, երևակայելու պետք չունենք, Սուրբ Գիրք կարդալու պետք չունենք, ինքն է Սուրբ Գիրքը, ինքն է աղոթքը, ինքն է պատասխանը, եւ մենք իրեն հետ իր փառքին մասնագից, ոչ թե ստրուկներ, ոչ թե վարձկաններ, հապա իր ընտանիքին հարազատ մեկ մասը։ Բայց այս բոլորը պատրաստ են, կպատրաստվին անոնց համար, որ հոս այդ երկինքին փափակ ունին, այդ երկինքին կպատրաստվին, այդ երկինքը մտնալու փափակ ունին, փախցանք ունին, անոր համար հոս կփրկվին, հոս կհավատան, հոս կմաքրվին եւ քառնուգին գնաց քիրքի մեջ իրենց անունները կգրվին։ Շատ բարձ է սիրելիներ երկինք մտնալը։ Միայն հավատա պիտի փրկվիս, եթե փրկվիս, արդեն երկինք կմտնաս, երկինքի զավակ կլաս։ Միայն մեղքերդ խոստովանե, Հիսուսի արյունով լվացվե։ Շատ դյուրին է երկինք երթալը։ Այսօր աշխարհի վրա հանդեսներ կան, որ եթե դու նդ ծախես դոմսագին տրամը չէ, քեզի չեմ մտցներ։ Նախ գնային մեծ հայրիկը ով էր, նախ գնային որ մեկ ծերին կպատկանից, նախ գնային բանկայի մեջ քանի միլիոն ունիս, նախ գնային վկայականներու վերջը կծկեններ, բայց երկինք մուտք կծրի է։ Առանց կործերու, առանց ջիկներու, առանց քրդներու մեկ երկինք կրնա մտնալ, միայն Հիսուսի վստահելով, որովհետև Հիսուս ամեն բան ըրած է, ամեն բան պատրաստած է, դոմսակը արած է, դեղը ապահոված է, միայն դու ընդունե, որ դու մեղավոր ես, եւ Հիսուսը որպես քու փրկիչը ընդունե։ Ասկային, եկեղեցական, համայնքային պատկանելությանդ մի վստահիր։ Ամենեն մեծ համայնքին եթե պատկանես, ամենեն սուրբեր դված ասկին եթե պատկանես, եթե տուն չապաշխարես, այդ սուրբերը քեզ վիճ չգնան ազատել։ Աստծո խոսքը ստակ կնե, որ Թադաստանին օրը աշխարհի ամենեն արդար մարդիկը, Նոյ, Թանիել, Հոբ, ով որ գլա, միայն իրանցը պիտի ազատե, ոչ իր գինը, ոչ իր զավակը, նույնիսկ մեկ զավակ պիտի չգրնա ազատել, իր ամբողջ արդարությամբ աշխարհամենեն արդար մարդը, ուր մնաց քու հայրդ մայրդ, որ բարձ մեղավոր անցմներ որ ապաշխարեց, միսեր հորս հավատքը, հորս արդարությունը, հորս խաթիրը գա, Աստված ինձ երկինք կմտցնի, եթե չապաշխարես, հորդ խաթիրը, մորդ խաթիրը գրնալալ քարոզիչ էր, գրնալալ հազարավոր մարդոց ապաշխարության միջոց եղավ, գրնալալ իր դուն եկեղեցին նվիրեց, քեզ չազատեր, միայն զինքը գազատե իր հավատքը։ Ոչ մեկ մարդ իր արժանիքով երկինք կմտնա, որովհետև ամեն մարդ անարժան է երկինքին, բայց նույնադեն մուտքը ծրի է, հրավիրադոմս մգա, եւ այդ հրավիրադոմսը Հիսուսի խոսքերն են, որ գսե ան, որ ինձի կհավատա։ Միայն եւ միայն Հիսուսի հավատալ, միայն եւ միայն Հիսուսը ընդունել, քանի որ այլապես երկինք մտնալու արժեքը անգան սուղ է, որ մարդը եթե բոլոր կյանքը աղոթե, բոլոր կյանքը ձոմբա է, եթե բոլոր ստացվածքը աղքատներուն դա, մարմինը այրվելու դա, դակավին արժանի պիտի չլա երկինք մտնելու, բայց Աստված թուրը փածած է։ Այսօր, որ այս խոսքերը գլսես, հիմա երկինքի թուրը փած է քեզի համար, հրավերը քեզի ուղված է, անձնապես անուն մագանունով, Աստուծո կողմ է, որովհետև Հիսուս ինքն է թուրը, եւ թուրը ինքը գեցած է, ոչ մեկ առաքյալ, ոչ մեկ սուրբ, ոչ մեկ հանձնախումբ, ոչ մեկ եկեղեցի թուրը չի գնար, Աստված ասանք մեզ երկինքի մփանալի մարդու չի վստահիր, միայն ինքը, ես եմ թուրը, Հիսուսը սավ, եթե Հիսուսի մեջ են մտնաս, Հիսուսը ընդունիս, շատ հանգիստ, համարձակությամբ, չմսեր հբարդությամբ, չմսեր բարձանքով, խոնարհությամբ, բայց համարձակությամբ, մեր վստահությունը Հիսուսի արյան վրա է, որ երկինք մտավ ջամփան մեզի փածավ, ես եմ ջամփան, ճշմարտությունը կյանքը, ես եմ թուրը։ Մեկը հորքով չի կար, հայրը որ երկինքն է, երկինքի թուրեն մեկը ներս չի մտնար, եթե ոչ ինձ մով դեր Հիսուս Քրիստոսով։ Խաչին վրա ավազակը ճիշտ այս սրավ, եւ միան այս, ուրիշ բանը չի գրծամնել, իր մերցուցած մարդոցը ոչ մեկ ուներողություն խնդրելու արիտ ունեցավ, կողցածներեն ոչ մեկը վերաթարցնելու արիտ ունեցավ, միայն մեկ փար գրծավ ասել, դեր իշեզիս,
ուրիշ ոչ մեկ բան, ապաշխարանք քաշելու արիթ չունեցավ, ուխտի երթալու արիթ չունեցավ, դունին գդակը փոխելու, վակիլ բերելու, գրելու ժամանակ չունեցավ, որը սե աչափ կողության դիմաց կոնե դունն ալ եկեղեցին դամ, փամը հրածելամ, քավությունը, ոչ սիրելիներ, միայն հավատաց Հիսուսի, եւ Հիսուս իրեն խոստացավ թագավորությունը, հավիտենական անշարժ թագավորությունը, երկինքը եւ տրախտը։ Տունալ այսօր։ Ճիշտ ան ավազագին պես, ըսե դեր հիշեզիս։ Կհավատամ, որ տուն Աստուծո որդին ես։ Տուն աշխարհի փրկիչն ես, միակ փրկիչը, որ գտնա մեղքեր ներել, իմ մեղքերս ները, իմ փրկիչս եղիր։ Եվ տունալ երկինք պիտի երթաս։ Եվ միայն Աստծով երկինք կրնաս երթալ։ Քանի որ Աստծո խոսքը շատ բարձ, շատ հստակ, հայտնություն 20-րդ գլխու մեջ կզգուշացնե, որ մեկը ուրիշ միջոցի չի վստահի երկինք երթալու։ Եվ մեծ ջերմակ աթոռ մտեսա, ու անոր վրա մեկը նստած, որուն երեսեն երգիր ու երկինք փախան, եւ դեռ չգտնվեցավ անոնց։ Բոլոր անոնք, որ գողոխորդան, եթե ոն երթամ, ես կսեմ, որ մեծ հայրիկս հավատացյալ էր, ինձի պետք է մտցնես, ես ասանք բարի էի, ինձի պետք է մտցնես։ Երկինք, երգիր Աստծո ներկայացան են բիտ փախին, թագավորներ բիտ զարհուրին, ով ես տուն, որ Աստծո առջև գնաս եւ խելք տաս իրեն։ Եվ դեսա բզդիկ ու մեծ մերելները, որոնք Աստծո առջև գայնած էին, ու քիրքերը բացվեցան։ Եվ ուրիշ քիրք մը բացվեցավ, այսինքն գնաց քիրքը։ Եվ քիրքերում մեջ գրվածները, մերելները թադվեցան իրենց կորձերուն համեմատ։ Եվ ձովը իր մեջի մերելները դվավ, ու մահը եւ թժողք իրենց մեջի մերելները դվին, եւ ամեն մեկ իրենց կորձերուն համեմատ թադվեցան։ Եվ մահը ու թժողքը գրագիլիջի մեջ ցկվեցան, ասիգա է երկրորդ մահը։ Եվ ով որ գնաց քիրքի մեջ գրված չգտնվեցավ, գրագիլիջին մեջ ցկվեցավ։ Շատ բարձ է, շատ վճռական է, շատ վերջնական է եւ դխուր է։ Եկեղեցի գերտայի, թերթիկ կպաժնեի, սուրբ կիրք կգարտայի, ամենեն շատ տրամ կծկեի, մեկուն վնաս չէի աստծներ, ամենուն էտ լավ գաբրեի, յանքիս մեջ մեկուն հայոյատ չեմ, մեկատ սուտ խոսատ չեմ, ինչպես որ գուզես ինքսինքը չկմեղացուր, ով որ գնաց կիրքի մեջ գրված չգտնվեցավ, գրագիլիջի մեջ ցկվեցավ, այսինքն երկինքեն դուրս մնաց։ Եվ ասիգա ալևս հեգանելի վճիռ չէ։ Աստված ավելի քերակույն ադյամը չկա, որ վերջը կուտադդ անդե երթ ավելի մեծ ադյամը։ Քերակույն ադյան Աստված ինքը։ Եվ Աստված կսե, եթե անունը գնաց կիրքի մեջ գրված չէ, կուդեղդ գրագիլիջի մեջ է։ Բայց այսօր Աստված չուզեր, որ տուն գրագիլիջի մեջ երթաս, եւ տուն փամը գրնասն էլ։ Եվ պետք է ընես, պետք է ասես ով դեր իմ անունս գնաց կիրքի մեջ գրե։ Տուն պետք է ասես ադիգ, այո ծրի է, այսօր մեկ երգիր երթալու համար քանի անգամ երթաս կուքաս, կուգեսդ չարժող բաշտոնյաներուն ասանք կգենաս, շարքի կսպասես, անունըտ գրել գուդան, թիմումր է, տելեքսր է, նայանդեղեն թողքա վիզա հետո գուդանք կեզի, երեկ ամիս վերջ գուդանք, ինչ է ուրիշ երգիրը պիտի երթաս, մի քանի շաբաթ, բայց գնենք, գենթարգվինք, դիեզերքի թակավորը կեզ մետրամ չուզեր, կեզ շարքի չսպասցներ, մի այնտում պիտի երթաս պիրսես դեր, ես կուզեմ իմ անունս կենաց կիրքի մեջ կրվի, ես կուզեմ աս երգինքը երթալ, ես կուզեմ կու ներգայությունդ, ես կեզ գսիրեմ, հաջիս իմ անունս կենաց կիրքի մեջ կրե, ինչպես, մի այն ընտունիր, որ տում մեղավոր ես, հավատա, որ Իսուս փրկիչ է, հավատա, որ Իսուս այսօր, հիմա, կու մեղքերդ կները կեզ գնտունի, եւ անվարգանեն, արդեն քո անունդ ինք կկրե, տուն կրելու պետք չունիս, եւ ինչ որ ինք կրե, ինքը չավրեր, ինքը միտքը չի փոխեր, ուրիշ սերունդ մը չի կարճսեր, որ Հիսուս սխալմամբ քո անունդ կրեր եմ, այս նոր փրկիչ եմ քո անունդ ավրեցի, ամեն տարի պետք է նորոգես, ոչ, մեկ անգամ կրե, մեկ անգամ վերստին ծնունդ ունեցիր, մեկ անգամ Հիսուսի հավատա, եւ այս հավիտենական կյանքը, երկինքը, իր բոլոր փառքով, քու բաժինդ բիլելա։ Մենք Տերոջի շնորհքով գիտենք, որ երկինք բիլերտանք, եւ շատ մոդ է անորը, մեր գարձածեն ավելի մոդ է, բայց մենք չենք ուզեր առանցին երթալ, մենք կուզենք մեր ընտանիքով, մեր բարեկամներով, մեր հարազատներով, անոնց հետ որ դարիներով ասպեմին վրա, աս եկեղեցի մեջ տեսնված ենք, բոլոր աս թեմքերը չենք ուզեր գործընծնել, անոր համար Աստծո կողմեն գաղաչենք,
Այսօր հաշտվեցեք, այսօր հաշտվե Հիսուսի հետ, այսօր Հիսուսը որպես փրկիչ ընդունե, որպեսզի ամենս քալու փառքին մասնագիտ լանք իր փառքին համար։